որ մարտի 1-ին եղավ, հենց այնպես իշխանություն չի հանձնելու, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ Սերժ Սարգսյանը, մենք ականատես ենք եղել Էլեկտրիկ Երևանի SN-ն, որ Սերժ Սարգսյանը ուներ այն վարչական ռեսուրսը, որ իր իշխանությունը պահեր, ուժով կլիներ, ինչով կլիներ, կեղծիքներով կլիներ, ոնց պահել էին, ոնց եկել էին, այնպես էլ պահելու էին։ Սա հարցի մի կողմն է, այս իշխանությունն էլ հենց այնպես իշխանություն չի տալու։ Ես էլի եմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ, բացահայտ մարդը ասում է իր սիրտը արյան գետեր է հոսում, լեզվով խոսում է խաղաղության մասին, բայց մարդու սիրտը արյան գետեր է ուզում։ Դա իր կողմից գրվածն է, ոչ մեկ իրեն չի վերագրում, դա ակնհայտ հրապարակային փաստ է։ Հիմա ինչ ասում Նիկոլ Փաշինյանը։ Չի ասում մաքուր արդար ընտրություններով եկեք փոխեք իշխանությունը, ասում է դուրս եկեք փողոց։ Այսինքն դուրս եկեք փողոց, որ ես ձեր արյունը թափեմ, սիրտս հովանա, հետո կորոշեմ գնամ թե չգնամ, սա կանխավարկած է։